Հավաքի խաղ բնականոն տասն կապահում, ճանապարհային երթևեկության անվտանգությունը, հասարակական կարգը ու քննչական կոմիտեի բնականոն գործունեությունը։ Ամեն օր էս հավոստիկան են։ Ամեն օր հավաք չի լինում։ Ամեն օր այստեղ հավաք չի լինում։ Հիմա հավաքով պայմանավորված այդ միջոցառումներն են իրականացնում։ Իսկ թվում է առանձնահատուկ ինչ-որ բան չկա, էլի նորություն չի ձեր համար։ Բայց sense որ նայում եմ քաղաքացիներին ու ոստիկաններին, մի քաղաքացուն 5-6 ոստիկան է հասնում, պարոն Ղազարյան։ Հա, տենց որ հաշվում է։ Վախ կա, որ էս։ Ոչ մի դեպքում վախ չկա, ոչ մի դեպքում։ Ինչու էսքան շատ։ Շատ, թողեք դա մենք գնահատենք արդեն, շատա թե։ Վտանգներ կան։ Ամենապես մեր կողմից վտանգ չկա։ Այդ դեպքում ինչու են այսքան շատ ոստիկանները։ Այդ շատը հարաբերական է, ձեր կարող գնահատեք շատ, բայց որքան որ ընդդիմավոր եթե ոստիկանության ծառայությունից դժգոհություններ կան, խնդրում եմ առարկայական նշեք կամ դիմեք ներքին գործերի նախարարություն, էլի։ Մեր ջան եկեք հարցազրույցի չվերածեք, իսկականից ուղղակի ծառայությանն էր վերաբերում Նարեկի հարցը, դրա համար պատասխանեցինք, էլի։ Ծառայությանը ոստիկանը ծառայություն իրականացնում, ես էլ հարցնում եմ, որպես ոստիկան դուք խոշտանգման կամ քաղաքացուն ոստիկանության բաժանմունքում ծեծելուն ինչպես եք վերաբերվում։ Շատ վատ։ Ոնց կարող է նորմալ մարդը խոշտանգմանը կամ ծեծին լավ վերաբերել, չի կարող։ Շնորհակալություն, եկեք իմ անձնական կարծիքը ու յուրաքանչյուր ոստիկանի կարծիքը։ Պարտում եք լոռ ու գործընկերների։ Ես ծանոթ չեմ գործին, թող վարույթ իրականացնող մարմինը կպարզի հանգամանքները կասի։ Լավ, Ժորժ ջան, վերջացնում ենք, էլի։ Պարոն Ղազարյան ոստիկանություն դեպքերը շատ են ոստիկանություն։ Ես տեղ